Բարև ձեզ, սիրելի բարեկամներ։ Շատ բարև ձեզ։ Անձրևին Սվետլանայի հետ հելել ենք զբոսնելու։ Խանութ ենք էլի գնալ, մի երկու խանութ էլ պետք է մտնենք, գնանք լնանք, ինչ զեղչեր կան։ Այս անգամ ոչ մտերային։ Գնանք նայենք ինչ նոր զեղչեր կան։ Համել այնքան տաք է, 9 աստիճան։ Այնքան հաճելի մոքր ուտ է։ Գնանք մի քիչ քայլենք, ճաշից հետո քայլում ենք։ Օրինակ ենք ծառայում, որ օրական գոնե մի 40 րոպե պետք է քայլել, բայց շատ ջեմելով չէ, էլի մի քիչ տեմպով։ Այդպես սիրելիներս, լավ անձրև է գալիս։ Գնանք նայենք նոր բաներ կա, զեղչված թե են հին բաներն են։ Մի երկու խանութ ենք մտնելու, շատ չէ։ Էլի նույն տեղում էլի զանգի ձայները։ Ինչ լավ ժամի եմ գալիս։ Տեսնում եք ինչ լավ ժամի ենք գալիս։ Միշտ ասում ենք եկեղեցու մոտ ու զանգը տալիս է։ Համարյա մութ են գնում է։ Բայց զոնցիկս ոնց որ փչանում է այս մեծ զոնցիկը։ Քամի կա հետնել։ Դրանից է։ Բայց դեն շատ ցուրտ չի։ Մի խանութ մտանք դուրս եկանք։ Հիմա գնում ենք երկու խանութ ենք ուզում մտենք նայենք։ Նայում ենք գնացքը գնում է թե չէ։ Գնում է, այսինքն արդեն գրեց, որ գալիս է, այս ինչ ջուր է այստեղ։ Անձրևի ջրերը լցվել են։ Փակ է իբր տեղը, բայց էլի լցվել են։ Ոնց եք ժողովուրդ ջան, լավ եք։ Մենք էլ ենք լավ։ 8-9 աստիճան է, ուղղակի շարֆ գցեցի էլի, ասի կարող է չի իմացվի ինչ կլինի եղանակը։ Միկադոս հավանեցիք ժողովուրդ ջան, շատ համով Միկադո է եղել, հավես ունենաք դուք էլ սատկեք։ Combien werk? Okay, succes! Մեր ուսանող երեխեքից է, իստված գործի է գալիս, ասեց, չէ գնում եմ քննության։ Այ, սկսվեցին աշխատանքային օրերը, այսքան օրը մի քիչ պասիվ էի, տղաս եկել է, իրանով եմ զբաղված, այսինքն իր ներկայությունն եմ վայելում, դրա համար այդքան չեմ նկարում, քան որ Միկադոյի թխում ասեցի գոնե նկարեմ, ձեզ էլ ցույց կտամ, կարող եմ մոտիվացնեմ, ով որ չի հասցրել նոր տարվան թխի, հիմա կթխի, ահագին ժամանակ է տարադե, բայց դե արժի շատ համով է, շատ լավն է, այդպես ժողովուրդ ջան, հիմա մի քանի օր իրար վրա գործ եմ լինելու, ինչ արած սկսվեց աշխատանքային շաբաթը, գնացքը գալիս է, կհանդիպենք իմ սիրելի բարեկամներ։
Սովորական աշխատանքային օրնագործի եմ գնում, եկա հասակայարան ու գնացքի եկավ կանգնեց։ Եսա կշարժվի։ Մի հատ հարցի եք տվել, ուզում եմ հիմա պատասխանեմ։ Հարցրել եք ատամնաբույժների գների տարբերությունը հայ ատամնաբույժների ու այս մյուս ատամնաբույժների հայ ատամնաբույժների մոտ ավելի մատչելի է գները, քան թե բելգիացի բժիշկների մոտ։ Շատ թանկ են ուզում, հատկապես իմպլանտները, բելգիացի ատամնաբույժները շատ բարձր գներ են ուզում։ Մեր հայ բժիշկների մոտ իրոք մատչելի է ավելի, քան թե իրանց մոտ, բայց Հայաստանում դե ավելի էժան է, քան թե այստեղի մեր հայ բժիշկների մոտ։ Այնտեղ հիմա ասեմ, եթե Կարնե ջանից լսում եք, ես նախորդ վլոգի վերջում ձեր հարցին պատասխանել էի։ Այսքան օրը մի քիչ շատ զբաղված եմ լինում, ասել եմ երևի տղաս եկել է, իրանով եմ զբաղվում, ինչքան որ ես եմ տանը լինում, ինքնատանը լինում, զբաղվածն էլ որն է, մամայի զբաղված, պետք է համով բաներ սարքի, որ կերցնի, իբր լավություն եմ էլի անում։ Ինքը առողջ ապրելակերպին հետևում է, ես էլ իբր բան եմ, դե ուզում եմ, որ համով բաներ սարքեմ ուտի, դե գիտեք մեր թխվածները բաներն էլ չաղացնում են էլի, ամեն դեպքում դրանով եմ ոնց որ զբաղված լինում, այդպես չեմ էլ կարողանում նկարեմ, դրա համար այսպես կարող է վլոգներս մի քիչ կամ քիչ են լինում, կամ էլ բազմաբովանդակ չեն լինում։ Եղանակն էլ ահագին տաք է, նենց էլ տաք կապվել եմ, 7 աստիճան, 8 աստիճան, ինչը մի քիչ ոնց որ թացով այդպես եղանակ լինի, բայց անձրև չի գալու։ Հա, այսօր սևով չեմ գործի գնում, երեկո այսօր մեր գործի տեղը կարայինք սպորտային բան հագնենք, երեկ հենց սպորտային էի հագել, այսօր արտից օգտվել եմ, ոչ թե այսպես վենաշապ բան եմ հագել, քանի թույլ տալիս են ուրիշ գույն հագնել, հագնեմ։ Առողջությանը նվիրված, սպորտին նվիրված միջոցառումներ էին մեր գործի տեղը, դրա համար էլ կարանք ուրիշ գույներ հագնենք, սպորտային դե ուրիշ գույներ ասելու։ Խանութում էլ զեղչերը շարունակվում են, ահագին լավ բարձր զեղչեր կան, երեք շորեր կային, որ կանացի սվիտրներ, բաներ, մանկական սվիտրներ, տեն շորեր կային, որ մի եվրո էին իջել, մի եվրո կամ 50 ցենտ, ամառայի մայկաներ կային մանկական, մի եվրո կամ 50 ցենտ։ Մեր հավաքարարը նայում է, որ մի եվրո է լինում, շատ առնում է, ուղարկում է իր երկիր, չեմ հիշում որ երկրից է, ուղարկում է իր երկիր, այնտեղ ոնց որ վաճառում են, մի անգամ ասել եմ իր երկու երեխան այնտեղ պետքա բերի, շատ գումար է պետք, ոնց որ ասեց 25,000 եվրո, այդպես փող է հավաքում, որ կարողանա երեխեքին բերի։ 5 երեխա ունի, այդ մեծերը 3-ը իր մոտ են, 2 փոքրը այնտեղ են, իր քրոջ մոտ են։ Այդպես 3 օր կասայում են, բերից որ վճարի, այդտեղ բաներ կային 50 ցենտ, կային 1 եվրո։ Հա, այնպես որ զեղչերը շարունակվում են, ահագին լավ զեղչեր կան։ Այդպես ժողովուրդ։ Մի քանի րոպե ժամանակ ունեմ, իջնեմ նայեմ հեչից զեղչեր կան մեր խանութում, նոր գործի կբարձրանամ, վերև կբարձրանամ։ Այդ պայուսակներն եմ ուզում նայեմ։ Հա, այս սևերը, սրանք էլ են զեղչված 12 եվրո։ Սիրուն են չէ սրանք։ Այդքան էլ ընտրություն չկա, ոնց որ լավ մեծ պայուսակները։ Այդքան շատ ընտրություն չկա։ Սրանք էլ էս վրայի բաները ընգնում են։
Այստեղ ինչ են սեղչել են սրանք 5 եվրո։ Լավ գնացի։ Այ սրանք է ես ման գալիս։ Ոյ, սպիտակ երևի վերցնեմ։ Տանը մի հատ փորձեմ նայեմ որն է սա ասում, որ գույն է։ Չէ, հարմար չէին, երկուսն էլ փորձեցի։ Միցեւի ոնց որ կամ մեծ լիներ, կամ գլխիցս ընկներ, հարմար չէր, չվերցվի։ Մի հատ վերևն էլ արագ նայեմ։ Պայսակներ նախկինում այնքան շատ էինք ունենում տեսականի, հիմա այդքան չէ, չկա։ Այս վանսիներն են շշերը ու այս վանսիներն են զեղչել, 7 եվրո են ոնց որ իջել։ Գնանք հլը առաջ, տեսնենք էլ ինչ կա այն կողմերում զեղչված։ Սրանք 10 եվրո են։ Պես կողմն էլ արագ նայում եմ ժողովուրդ ջան, սրանք էլ են 7 եվրո։ Սրանք արագ կքոլկոտվեն։ Հա, այս բանում որ հակա դրանից է, հայնեմում որ հակա վիզը հարմար չի։ Տաս եվրո են սրանք վերնաշապիկն ու ժիլետը իրար հետ։ Կբացեն էլի։ Դուք այստեղ էլ նայեմ ու շատ արագ եմ նայում, ինչ անեմ, չեմ հասցնի։ Մի հատ էլ էս կողմում նայեմ ու գնամ։ Այս սեղչվածները չեն։ Այն կողմում էլ նայում։ Լավ հաստեն, ինչ կարճ են հիմա ժակետ բաները։ Այս սվիթերն էլ է զեղչվել, 10 եվրո։ Hallo meisjes. Hallo. Alles goed? Dank u wel. Մեր աղջիկներն էին։ Այս շրթներքները ինչ գույն են։ Շրթներք չեն, ես ինչ են ժողովուրդ ջան։ Գոպե։ Չէ, ինչ են, կրեմներ են, բաներ են, իսկ դե շրթներքներ են։ Սրանք ինչ են, շրթունքների համար բալզամ, բութր բալմ, շրթունքների բալզամ, մի եվրո են իջել։ Գործից հետո եմ արդեն նկարում ժողովուրդ ջան դուրս եկել հասել եմ տրամվային եմ սպասում։ Կանգնած ալում եմ մի հատ կին երկու աղջիկա հետ մոտեցավ, աղջիկները երևի մի 10 կամ 7 ու 10 տարեկան, այդ տարիք երեխեք էին։ Այդ կնոջ ձեռքին շալվար էր մի հատ ու տրուսիկներ էին աղջիկ երեխի։ Ինձ ասում է, սրանք ասում է, որտեղ կարամ հագցնեմ երեխին, շիշի կարել տակը։ Նա եմ տեսեմ այդ մեծ աղջիկի շիշի կարել տակը։ Ասեցի գնա կասա վճարի, հետո կասայի կտրոնով կգնաս հանդերձարան, ցույց կտաս, իրանք կթողնեն, կմտնես,
Այնտեղ թող փոխվի երեխեն։ Մեծ աղջիկեր, ոնց էր սիշ կարել, շալվարը ջուր։ Երևի դե մեր խանութում զուգան չկա, բայց դե ամեն դեպքում էլի կարար առևտուրը թողներ երեխին տաներ դուրս զուգարան կա էլի դրսերում, տաներ զուգարան, մոտիկ տեղերում կա էլի։ Ինչևէ, տակներ ալխեղ երեխեն, բայց հետ չեր էլ ամաչում ասեմ։ Ժողովուրդ ջան, ահագին մարդ կար խանութում, առնում են, լավ զեղչեր են, ասեցի դե արդեն 1 եվրո, 50 ցենտ, 2 եվրո, մարդ կա մի անգամից շատ առնում է։ Իսկ հիմա այս դրսից եկածները առնում տանում իրանց մոտերը երևի ծախում են այդ շորերը։ Ինչևէ։ Հիմա տրամվայներն մեկը անցավ, չի հասել կանգառին անցավ են, մեկը հիմա պետք է սպասեմ, որ մյուսը գա, հոգնել եմ ժողովուրդ ջան, երևի խոսալուցս երևում է, չէ, որ հոգնել եմ։ Մի հաճախորդ մոտեցավ տարիքով կիններ, ասում է, բան էր ուզում, պետք է օգնեի գտներ բեյբիների համար շոր, վերջը օգնեցի, հետո էլի բան էր հարցնում, էլի էր հարցնում, պարզվեց, ասում է հարևանիս երեխեքի համար եմ առնում, իրանք ասում է Աֆղանստանից են, իրանց երեխեքի համար եմ առնում, բելգիացի երեսկին, ասում եմ, վայ, ապրեք դուք, ասում եմ, որ ինչքան սիրալիր կին եք, որ անում եք, ասում է, իրանք էլ են սիրալիր, իրանք էլ իմ համար են անում, ասում է, ինձ բանման են բերում, չգիտեմ, կարող է եփում են կամ բան բերում են, ասում է, դրա համար ասում է, ես էլ իրանց համար եմ անում։ Ասի, հա, շատ լավ է, մի անգամից պատմեցի անցյալ շաբաթվա, որ հարևանուց տարել էինք խանութ ու փողեր առաջարկել չէինք վերցրել, ասում է, հա, լավ մարդիկ կան։ Այդպես ժողովուրդ ջան, ահա, իմ տրամվայրն էլ եկավ, այնպես որ գնացի։ Ժողովուրդ ջան, երևի այսօր էսպես կարճ վլոգ դնեմ, արդեն հասագնացքին տուն գնամ, էլ չեմ հասցնի նկարեմ, հեսա 5 րոպեից գնացքը շարժվում է, ասեցի ավելի լավ է մի հատ վլոգ դնեմ, քան ընդհանրապես ոչ մի բան չդնեմ, ինչևէ ժողովուրդ ջան, այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։